Այսօր քաղաքականությունում հաճախ հաղթում է ոչ թե նա, ով ճիշտ է, այլ ով իրական է թվում, ով ավելի լավ է կարողանում իր ասելիքը բացատրել, պարզ ու մատչելի է ներկայացնում։ Մենք ապրում ենք reputation economy-ում, հեղինակության տնտեսություն կամ attention economy-ում, այսինքն ուշադրության տնտեսությունում, որտեղ լայքերը, view-երը, image-ը գալիս են փոխարինելու վստահությանը։ Ու կարող է լինել այնպիսի քաղաքական գործիչ, ով դիցուք չունենա շատ լավ ուրվագծված եւ հստակ ծրագիր, բայց ունենա այլ գործոնների հաշվին շատ լավ image, ինչի արդյունքում իր ասածը ավելի ընկալելի լինի օրինակ ընտրողների կողմից, քան այն մարդը, ով դիցուք ունի շատ հրաշալի լավ ծրագիր, ունի բավականաչափ կոմպետենցիա նմանատիպ հարցերին լուծում տալու համար, բայց չունի այն իմիջը, որ կարողանա գեղեցիկ կերպով մատուցի եւ ընկալելի ու պարզ ձևով խոսի ընտրողների հետ։ Սա ամբողջովին փոխում է խաղի կանոնները, որովհետեւ քաղաքականությունը դառնում է ընկալումների մասին, այլ ոչ թե իրական արդյունքների ու ծրագրերի։ Երբ ընտրում ենք ըստ տպավորության, գուցեև ունենանք տպավորիչ, բայց ոչ միշտ արդյունավետ կառավարում, ու երբեմն սա շատ թանկ է արժենում քաղաքացիների համար։